Հնդկաստանում իշխանությունները հատուկ միջոցներ են ձեռնարկում հայտնաբերված նիպահ կոչվող վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մահաբեր հիվանդության լոկալ բռնկումը պաշտոնապես հաստատվել է։ Հնդկաստանի որոշ քաղաքներում դիմակներ կրելը պարտադիր է դարձել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ է հայտնի վիրուսի մասին։ Այդ նիպահ կոչվող վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1999 թվականին Մալայզիայի Նիպահ գետի հարևանությամբ, հենց այդ գետի անունով այն անկոչվել է, եւ այս 2.5 տասնամյակի ընթացքում 12 փոքր լոկալ եւ միջին բռնկումներ են արձանագրվել, բոլորն էլ Արևելյան Ասիայի երկրներում, խոշորագույնը եւ ամենահաճախը Հնդկաստանում եւ նաեւ Պակիստանում է քիչ թե շատ մեծ բռնկում եղել։ Այս անգամ լոկալ բռնկումը արձանագրվել է Արևմտյան Բենգալիա նահանգում, իսկ ավելի կոնկրետ Կալկուտա քաղաքում, եւ բոլոր այժմ վարակվածները դա այն բժիշկներն էին, որոնք բուժում էին ենթադրյալ այդ զրոյական պացիենտին, որը իդեպ մահացել է։ Բժիշկների թվում դեռև բարեբախտաբար մահացած չկա, բայց մի քանիսը չափազանց ծանր կրիտիկական իրավիճակում են, նրանց հետ առնչություն ունեցած մի քանի 100 անձինք մեկուսացվել են, վերահսկողության տակ են, հարևան երկրները Հնդկաստանի, մասնավորապես Թայլանդը, Մալայզիան, Վիետնամը հատուկ միջոցներ են ձեռնարկում Հնդկաստանից եկողների այսպես վերահսկում, ստուգում եւ այլն։ Որոշ զուգահեռներ հանց են կացվում COVID-ի հետ եւ ինչ որ իմաստով հիմք կա այդ զուգահեռների, մասնավորապես այն, որ չղջիկներն են համարվում տարածող, ինչպես եւ COVID-ի դեպքում, եւ այն է ընդհանուր, որ ինչպես եւ COVID-ի դեպքում որոշ դեպքերում առանց սիմպտոմների են տեղի ունենում այդ հիվանդությունը, բայց կարող է վարակել այլ անձանց։ Բայց մնացած բոլոր չափանիշներով ակնհայտ տարբերություն կա, մասնավորապես այն, որ ի տարբերություն COVID-ի նիպահի դեպքում մահացությունը չափազանց մեծ է։ Եթե COVID-ի դեպքում մահանում էին հիվանդության կրողների վարակվածների ընդամենը մոտ 2%, ապա նիպահի դեպքում մինչև 70% վարակվածների ի վերջո մահանում են։ Բայց ի տարբերություն COVID-ի այն այդպես հեշտ չի տարածվում օթիլակաթիլային ճանապարհով, եւ եթե անգամ մարդ առնչվել է կամ ձեռքով բարևել է, մոտիկից շփվել է վարակագրի հետ, այնուհետ պարզապես ձեռքերը լվանալուց հետո նա կարող է վստահ լինել, որ չի վարակվի, համենայն դեպս մինչ այժմ դրա մասին են վկայում արձանագրված դեպքերը։ Իսկ ինչ է նիպահ վիրուսի մասին ասում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կազմակերպությունը դեռևս գնահատում է վտանգը ոչ մեծ, համենայն դեպս որևէ առիթ չի տեսնում խոսելու ինչ որ պանդեմիայի կամ էպիդեմիայի մասին, բայց լրջորեն վերահսկում է, հետևում է, ինչպես հասկանում եմ կազմակերպության ներկայացուցիչները նաև Կալկուտայում են եւ խորհրդակցություններ են տալիս հիվանդներին բուժող մարդկանց, բայց չնայած դրան, ինչպես ասացի, որոշ երկրներում արդեն ինչ որ հատուկ միջոցներ են ձեռնարկում, այդ թվում նաև ԱՊՀ երկրներում, մասնավորապես հայտնի է, որ Ղրղստանում, Ուզբեկստանում եւ Ղազախստանում հատուկ ձևով ստուգում են Հնդկաստանից այդ երկրներ ժամանող քաղաքացիներին։ Արտյոմ, գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ են միգրանտներ, աշխատանքային միգրանտները, ովքեր գալիս են Հնդկաստանից, արդյոք սա նշանակում է, որ մեր երկիրը ռիսկային խմբում է։ Իսկապես տեղեկություններ կան այն մասին, որ հնդիկ միգրանտների հանդեպ ինչ որ վերաբերմունք է փոխվում, նրանց չեն ցանկանում աշխատանքի ընդունել, որևէ առայժմ հիմք ամենայն դեպս դրա համար չկա։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Հայաստան սովորաբար գալիս են միգրանտներ Ուտար Պրադեշ ու Բիխար նահանգներից, մինչդեռ, ինչպես ասացի, հիվանդության բռնկումը Արևմտյան Բենգալիայում է, թեև այդ նահանգը հարևան է այն նահանգների հետ, որոնցից Հայաստան շատ են գալիս միգրանտներ, տեղեկություն չկա այն մասին, որ Կալկուտայից տարածվել է հիվանդությունը այլ շրջաններ։ Եվ ընդհանրապես սովորաբար այդ նիպահը տարածվում է գյուղատնտեսական այսպես շրջաններում եւ նահանգներում, մինչդեռ Հայաստան գալիս են բոլորովին
այլ նահանգներից, այլ բնույթի արդյունաբերություն ունեցող նահանգներից քաղաքացիներ։ Այսինքն որևէ իսկապես առիթ չկա Հնդկաստանից եկող գաստարբայտերներին այսպես մերժել նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում։ Հայաստանում ըստ տարբեր տեղեկությունների 20-ից 30 հազար Հնդկաստանի քաղաքացիներ են աշխատում եւ վերջերս կառավարությունը ել ավելի է խստացրել նրանց Հայաստան գալու կանոնները եւ որևէ նոր այսպես մեխանիզմ կարծես կառավարությունը անհրաժեշտ չի համարում կիրառել եւ եթե նաեւ միջազգային կազմակերպությունները դրա անհրաժեշտությունը չեն նկատում, հավանաբար այդպիսի լուրջ վտանգ իսկապես չկա։ Շնորհակալություն, Արցախ։